Բարձրացրեց Սիմոնն է սկսում թելադրել պայքարը։ Ու կպահի Սիմոն! Կանգնում է Սիմոն Մարտիրոսյանը։ Այսպես են վերադառնում հարթակ։ Մրցարաններից մեկը չհաշվեց, բայց ջյուրի ստոպ չկա։ Կարծես Եվ ամեն ինչ կարգին է։ Ոչ կա ամեն դեպքում։ Ոչ, ամեն ինչ մաքուր է։ Ինչ տեսան այնտեղ, չգիտեմ։ Չհաշվեցին, սա լավ չէ։ Մոտեցում է կորցնում Սիմոն Մարտիրոսյանը։ Կարապետյան, Հայաստան։ Առաջին մոտեցումը Գարիկ Կարապետյանի Եվրոպայի չեմպիոնը 2023 թվականի նախորդ տարի Սոֆիայում երրորդն էր։ Չեմ 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ամիսներ առաջ Գարիկ Կարապետյանը 402 կիլոգրամ երկամարտի արդյունք ցույց տվեց։ Իհարկե այդքանով օլիմպիական խաղերում նա դալ կնված չէր, բայց հիմա դրա մասին չենք խոսում։ Առաջին մոտեցում 180 կիլոգրամով Գարիկ Կարապետյանը առայժմ չի դառնում վարժության հավաքված։ Շատ է անհրաժեշտ այս մոտեցումը։ Պատասխանատվության զգացումով ու վստահ ամենակարևորը։ Ու պետք է պահել, ապրես, այսպես պետք է աշխատել, այսպես պետք է աշխատել առաջին մոտեցման ժամանակ, ինքն էլ զարմանում է, թե ինչպես նախորդ մոտեցումը չհաջողեց ու դեռ կավելացնի Գարիկ Կարապետյանը, բացրեց դառնում է վարժության առաջատար, Գարիկ Կարապետյանն արդեն փոքր մեդալ ունի, այո, ու պետք է պահել Սիմոն։ No lift for Martirosyan. Պետք է անես Սիմոն։ Շատ է պետք։ Կանցած ճանապարհը, կոտիդ խոսները։ Հենց դրա մասին են խոսում, որ այսպիսի իրավիճակից պետք է դուրս գալ։ Մեզ հաջողված մոտեցում է հիմա պետք։ Ու պետք է պահել, կանգնիր, ապրես, գեցես, հիասքանչ է, ստացվում է մոտեցումը, մենք ունենք փոքր վարժությունը, մեդալ, սա կարևոր էր, զրո ստանալը ձախողում կլիներ, նորից բոլորից ստիպեց Սիմոնը լարվել, ջղած զգվել, բայց հետո ասաց հանգիստ, ես այստեղ եմ, իմ անցած ճանապարհը և Գարիկ Կարապետյան, Հայաստան, երրորդ մոտեցում, 185 կիլոգրամ է, բարձրացրեց մեծ հավանականությամբ նա փոքր վարժության ոսկե մեդալակիրն է, ու եկել է այդ պահը, շատ վստահ Գարիկ, ու պահել Գարիկ ապրես, գերազանց է, շքեղ է աշխատում Գարիկ Կարապետյանը, այո, սրանք չասված խոսքեր են, սրանք խոսքեր էին, որոնք նախկինում կիսատ էին մնում, բայց հիմա Գարիկ Կարապետյանը սկսում է 212 կիլոգրամից, ես չեմ ուզում դրա քաշերը, պատվիրած քաշերը համեմատել նախորդ առաջնությունների հետ, որովհետև նա Եվրոպայի նախորդ առաջնությունում հանդես է եկել 102 կիլոգրամ քաշային կարգում, աշխարհի առաջնությունում այո 109 էր, բայց գիտեք, վնասվածքի պատճառով չմասնակցեց հրու վարժության պայքարին, այնպես որ
Նա շատ կարևոր մոտեցում է Կարապետյանի համար, բարձրացրեց նա միանշանակ պատվո արտաքին լինելու է, բայց գնալու է ոսկու հետևից։ Կանգնեց, ապրես, նույն թեթևությամբ վերևում, ու պետք է հերել, ապրես, գերազանց է դարձյալ, կրկին, վերստին, նորից, աշխատում Գարիկ Կարապետյանը ու երկարատև բուժումներ վերադարձավ ու պատրաստվում է նորից ձեռնոց նետել այս քաշային կարգում աշխարհում ուժեղագույններին։ Ժամանակին ուբա բացականչություն ուներ։ Սիմոնը հայտնի Մարսուպիլամի մուլտֆիլմից։ Կանգնեց, ապրես, ու վերևում, ու պետք է երել, գերազանց է, փայլուն են աշխատում այսօր մեր ծառորդները, և Սիմոնը, և Գարիկը, ապացուցում են, որ այս քաշային կարգում բարձրացրեց շատ մեծ հավանականությամբ, կարող է դառնալ Եվրոպայի չեմպիոն։ 8 կիլոգրամանոց գայլ առաջին մոտեցման համեմատ։ Barbell is ready. Հավաքված։ Այնպես ինչպես առաջին մոտեցման ժամանակ։ Կանգնեց, ապրես։ Ու պետք է հերել, ապրես, ֆանտաստիկ է աշխատում այս տղան այսօր, 220 կիլոգրամը, 227, ինչ է սա, Սիմոն, 28, այ Սիմոն, իչեցին 225, ինչը տրամաբանական է, 12 կիլոգրամանոց գայլ, 230 Գարիկ Կարապետյանը երրորդ մոտեցման համար, սա էլ է իհարկե ժամանակավոր, դե Սիմոն, ինչպես հին ու բարի ժամանակներում, ոչ, չարեց, այս մեկ մոտեցում դեռ ունի, 225 kilos will remain on the barbell. This will be for Simon Martirosyan's third attempt, Armenia. Երրորդ մոտեցում հայտարարվում է Սիմոն Մարտիրոսյան 225 կիլոգրամին կմոտենա։ Կիլոգրամ է և չափազանց կարևոր մոտեցում է սա Սիմոնի համար։ Կանգնեց, ապրես, ու վերևում Սիմոն, ու հրել Սիմոն, ապրես, կեցես, ֆանտաստիկ է աշխատում, նա ովկել է, բայց նորից կանգնել ավելի ուժեղ է, քան նա ով երբեք չի ընկել, ֆանտաստիկ է աշխատում Սիմոն Մարտիրոսյանը, ինչ կռիվ տվեց ծանրաձողի հետ, Սեք ինչ ծանր կանգնեց, 226 Գարիկ Կարապետյան, երրորդ մոտեցում, սա վերջին մոտեցումն է, 26 kilos, third attempt, Garic Karapetyan, Armenia. Barbell is ready. Գարիկ Կարապետյան, Հայաստան, ծանրաձողին 226 կիլոգրամ է, 14 կիլոգրամանոց գայլ առաջին մոտեցման համեմատ։ Հավաքված ուշադիր։
կանգնեց ապրես, վերևում Գարիկ, ու հրել Գարիկ, Եվրոպայի չեմպիոն, ձեր էկրաններին, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Գարիկ Կարապետյանն է, ու սրանք պայքարի, մակարվան, հույսեր են, արցուկներ են, That concludes սա կռիվ է, սա ճակատամարտ է, այո, ու ցնցա հայացք, քո երկու աստղերն են այս պահին ծանրամարտի երկնակամարում, ինչ տղերք են, ինչ պայքար էր, ու բրավո նաև Սիմոն Մարտիրոսյանին, Սիմոնը Եվրոպայի փոխ-չեմպիոն է ու սա արդեն ամենասպասված, ամենագեղեցիկ, ամենահուզիչ պահն է, նրանք հարթակում մրցակիցներ էին, բայց հարթակից դուրս ընկերներ, մեկը մյուսի հաջողությամբ ուրախացող, ու մենք Եվրոպայի չեմպիոն ունենք այս առաջնությունում առաջին անգամ, էմոցիաներ, որոնք դեռ